Մայիսի 21-ի համար առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա հետ բանավեճի մեջ մտած Արթուր Օսիպյանը ձերբակալվելու պահից սկսած գտնվում է հացադուլի մեջ։ Այս մասին Facebook-յան իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից ովքեր ունեն նմանություններ, ես կասեմ, որ մինչև 18 թվականը իր գործունեությունը Փաշինյանը նմանություն ունի Արթուր Օսիպյանի հետ։ Օսիպյանն էլ բարձրախոսը ձեռքին շրջում էր ամբողջ Արցախով մարդկանց ոտքի կանգնելու, Թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, մասնակցում էր ընտրություններին որպես կուսակցության առաջնորդ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով իբրև թե մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ ու վարույթային այլ գործողություններ, այս մասին հայտնում են ՀԿԿ-ից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ինսայդեր պարբերականի հրապարակումը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտության ՌԴ դիվանագետների կողմից Հայաստանում լրտեսական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։ ՌԴ-ՀԳՆ-ն հայտարարություն է տարածել շեշտելով, որ այդ հրապարակումը կեղծ է, իսկ ինսայդեր պարբերականին անվանել է օտարերկրյա գործակալ, որը կատարում է իր արտասահմանյան կուրատորների պատվերները, հայտարարել է, թե այդ հրապարակումը սադրանք է միտված Ռուսաստանի դիվանագետների վրա հոգեբանական ճնշում գործադրելուն ու ընտրություններից առաջ Հայաստանի հասարակության վախ սերմանելուն։ Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 12:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Խորենացի փողոցի 15-ում գործող Էլիտ Պլազայից, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս.Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Էլիտ Պլազայում գործող Արտլանչի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։ Լրագրողի տեղեկություններով Ս.Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինին և բաժանորդագրվեք մեր ալիքին։